Նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները, թե դահլիճում, թե դահլիճից դուրս նաև, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար ու դրանից հետևություններ կարվեն։ Փոթորկից հետո Անդոր խորհրդարանի նիստը մեկնարկեց խաղաղության եւ համերաշխության մթնոլորտում։ Նախորդի բախումներից ու կրքերից հետո պատգամավորները փորձեցին հարթել անկյունները, խնայել նյարդերը։ Մեր նյարդերն էլ տեղի չտան եւ ընդհանրապես այս խնդիրները չլինեն, ընդհանրապես նիստը կանոնակարգելու եւ վարելու հետ կապված նախագահությունը արձագանքի։ Իմ հորդորը դա է, ու այսպիսի միջադեպեր համոզված եմ չեն լինի։ Հաշտվեցին, բայց հակառակորդներ մնացին։ Մշտական հանձնաժողովների նախագահի ընտրությանը ուժեղ Հայաստանին սառը ցնցուղ էր սպասվում։ Իրենց թեկնածուները չընտրվեցին։ Նարեկ Կարապետյանն ընդունեց դառը ճշմարտությունը եւ մեղադրեց իր իսկ ղեկավարած ուժին։ Հերացել են սեփական թեկնածուներին պատշաճ ներկայացնել։ Մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը եւ համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են, այդ իսկ պատճառով մենք գնում ենք այն ճանապարհով, տեղեկացնում եմ ընդդիմադիր մեր գործընկերներին, տեղեկացնում եմ իշխանական պատգամավորներին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով եւ հարցերով։ Իշխանական բոլոր թեկնածուները ընտրվեցին, ուժեղ Հայաստանից ոչ մեկ չանցավ։ Միակ ընդդիմությունից ու մոկտին քվեարկեցին Լիլիթ Գալստյաններ, Հայաստան խմբակցությունից։ Խմբակցությունը միակարծիք չի եղել, բայց վերջում բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել անհատապես առանձին յուրաքանչյուր թեկնածուի մասով, պարոն Ֆարմանյանի դեպքում իր պատասխանները մեզ վստահություն չեն ներշնչել, օրինակ այդ FH ընկերության հետ կապված, որ ինքը իբր կապ չուներ, բայց FLH-ի հետ կապ ուներ, պարոն Ղազինյանի դեպքում հաշվի առնվել մեր խմբակցության անդամների կողմից այն, որ պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով։ Այգա Հովսեփյանի դեպքը ամենաբացահայտներից էր, որ Տիկին Հովսեփյանը չի փառատել մեր կասկածները, որ չի գնում այդ հանձնաժողովը աշխատեցնելու Հայաստանի եվրոինտեգրումը ավելի արագացնելու կամ նպաստելու եվրոինտեգրմանը Հայաստանի։ Հայկ Ֆարմանյանը չընտրվեց, բայց նաև չհուսահատվեց։ Նա ժպիտով բարձրացավ ամբիոն, արդեն իր փոխարեն, իր իսկ տեղի համար առաջադրելու նոր թեկնածուին՝ Լիաննա Մանուկյանին։ Չիլի հումորով ասեմ, մենք դրանից չենք սրտեղում, որտեղ մեծ հաշվով մեր համար բան չի փոխվում։ Նիստի կեսից հաշտությունը դարձավ պատմություն, բարևարքության կանոններն ու լեգիտիմությունը ձևականություն։ Եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա։ Կներեք, պարոն Քոչյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Հաղորդում ներկայացնել, կներեք, պարոն Քոչյան, ոչ։ Այսօր ներողություն չեք խնդրել։ Պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ես եմ ընտրում իմ խոսքը ու եթե դուք Ինչի համար։ Հաղորդում։ Ուրեմն լսեք միջև վերջ, կասեմ ինչ նկատի ունեմ։ Պարոն Քոչարյան, ասում եմ, ձեր ասածը ասում եմ միջև վերջ լսեք, ենթամշակույթի բաղադրիչ է։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթի ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի վերջացնեմ նոր կարող անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Վարդևանյանը առաջարկեց այս դեպքում պետք էր Եղոյանին հանել դահլիճից։ Առաջարկը չընդունվեց, ՔՊԱ-կանը մնաց դահլիճում։ Նիստը շարունակվեց։ Ալադավթյան, Էպիկենտրոն։